Ողջույն բոլորին, այսօր ստանում ենք այսպիսի լոգոյի անիմացիա After Effects-ում։ Սկզբում լոգոյի վեկտորային ֆայլը բացում ենք Illustrator ծրագրում։ Այստեղ լոգոյի բոլոր մասնիկները, տառերը, նշանը պետք է բաժանենք առանձին շերտերի, որպեսզի After Effects-ում նրանք լինեն առանձին շերտերով և կարողանանք ստեղծել անիմացիան։ Այստեղ տեսնում ենք, որ բոլոր մասնիկները հավաքված են մեկ շերտի մեջ։ Հիմա մենք հերթականությամբ կստեղծենք շերտերը և բոլորին կառանձնացնենք։ Նոր շերտ ստեղծելու համար աջ ներքևի անկյունում սեղմում ենք այս պլյուս նշանի վրա և շերտը ավելանում է հիմնական շերտի վերևում։ Հետո ստեղնաշարի վրա Ctrl+Shift-ը պահելով քլիք ենք անում լոգոյի մասնիկի վրա։ Քլիք անելուց հետո մեր հիմնական շերտում ակտիվանում է կանաչ փոքրիկ կետը։ Կետը վերցնում ենք և տեղափոխում վերևի շերտ։ Այն գույնը փոխելով կարմիր, մասնիկը տեղափոխվում է առանձին շերտ։ Այս գործողությունը կատարում ենք բոլոր մասնիկների համար, ավարտելուց հետո save ենք անում ֆայլը և տեղափոխվում After Effects։ Վերբեռնում ենք ֆայլը և բացող պատուհանում թողնում այս նույն կարգավորումները։ Մուտք ենք գործում կոմպոզիցիա և տեսնում մեր առանձնացված շերտերը։ Նշանին և տառերին շերտերում տանք առանձին գույներ, չշփոթելու համար։ Սկզբում կանիմացնենք նշանը, ըստ այդմ էլ տառերը կարող ենք անջատել։ Ձախ վերևի անկյունում ընտրում ենք Pen Tool-ը, կարգավորում ենք որպես Stroke, գույնը ընտրում ենք կարմիր, հաստությունը ընտրում ենք այնքան, որպեսզի լինի նշանից մի փոքր հաստ։ Եվ սկսում ենք ստեղծել նշանին համապատասխան shape։ Մեր նշանը բաղկացած է երկու առանձին մասերից։ Սկզբում ստեղծում ենք ձախ շերտի համար, հետո աջ։ Ստեղծելուց հետո անիմացնում ենք դրանք։ Սլաքով բացում ենք, ընտրում ենք Trim Path-ը, սեղմում ենք End-ի ժամանակի նշանի վրա և 100-ը դարձնում ենք 0։ Timeline-ով գնում ենք և այդ 0-ն դարձնում ենք 100։ Ստեղծված երկու կետերը ընդգծում ենք և աջ քլիք սեղմելով վերջին բաժնից ընտրում ենք Easy-ից հրամանը։ Այնուհետև բացում ենք Graph Editor-ը և այստեղ սահեցնելով աջ և ձախ մասի կետերը ստանում ենք այսպիսի գրաֆիկա։ Փակում ենք Graph Editor-ը, որից հետո գնում ենք Timeline-ով ամենասկիզբ։ Copy ենք անում Ctrl+C երկու կետերը և ավելացնում ենք մյուս կարմիր shape-ին Ctrl+V և միանգամից անիմացվում են երկու ստեղծված shape-երը։ Հիմա պետք է լոգոյի հիմնական նշանը կապենք կարմիր shape-երի հետ, որպեսզի ստանանք մեր հիմնական նշանի անիմացիան։ Աջ հատվածի shape-ը տեղափոխում ենք աջ նշանի վերևում։ Ձախ shape-ը տեղափոխում ենք նշանի ձախ հատվածի վերևում։ Այս եղանակով կապում ենք իրար։ Եվ անիմացիան արդեն աշխատում է հիմնական նշանի վրա։ Անիմացնում ենք տեքստերը։ Ընտրում ենք բոլոր տեքստային շերտերը, սեղմում ենք այս տառը բոլորի համար ակտիվացնելով Scale-ը։ Սեղմում ենք ժամանակի նշանի վրա և 100-ը դարձնում ենք 0։ Timeline-ով գնում ենք և 0-ն դարձնում ենք 100։ Ընտրում ենք բոլոր կետերը, սեղմում ենք F9, հետո մուտք ենք գործում Graph Editor և ստեղծում այսպիսի գրաֆիկա։ Այնուհետև բոլոր կետերը հերթականությամբ տեղափոխում ենք մի քանի կադր, որպեսզի տեքստերը բացվեն հերթականությամբ։ Արդյունքում ստանում ենք նման լոգոյի անիմացիա։ Շնորհակալություն դիտման համար։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, ինչպես նաև Instagram-յան և Telegram-յան էջերին, հղումը նկարագրությունում։